Բոլոր ընտրություններում, հենց այսպես կոչված երրորդ հանրապետության ամենասկզբից, նախկիներից ու ներկաներից կազմված նեոբոլշևիկյան քաղաքական համակարգը ամեն անգամ վերարտադրվել է եւ հաջորդ տարի էլ ոչինչ չի փոխվելու։ Նեոբոլշևիկյան համակարգը որպես դիմակներ օգտագործում է իր տարբեր օլիգարխներին ու խամաճիկներին իր իրական դեմքը թաքցնելու համար։ Այն ունի նաև իր տարբեր արբանյակները, որոնք պտտվում են նեոբոլշևիկյան համակարգի գլխավոր տերերի շուրջ, ինչպես էլեկտրոնները ատոմի միջուկի շուրջ։ Սակայն կամաց-կամաց մարդիկ ավելի պարզ են տեսնում այս խաբկանքը։ Նենք մեխանիզմներն այլևս չեն աշխատում այնպես, ինչպես նախկինում։ Գիտակից ու իրական հայրենասերները սկսում են հասկանալ, որ այս հայրենադավ համակարգը մինչև հիմքը կոռումպացված ու փտած է։ Ընտրություններին մասնակցության ցածր մակարդակը, հատկապես երիտասարդների շրջանում, դրա ամենավառ ապացույցներից է։ Մեր հայրենակիցների մեծ մասը փորձում է անտեսել այս համակարգը, չզբաղվելով քաղաքականությամբ եւ ապրելով իր առօրյա հոգսերով։ Բայց երբ այս համակարգը փլուզվի թղթետնակի պես, գալի քաղաքական ու տնտեսական մեծ ճգնաժամի ժամանակ, բոլորը ստիպված են լինելու զբաղվել քաղաքականությամբ եւ առերեսվել իրականությանը։ Գալիք ընտրությունները ամենայն հավանականությամբ լինելու են վերջինը, երբ նեոբոլշևիկյան համակարգը կարող է վերարտադրվել, որովհետև հաջորդ անգամ այն արդեն սպառված կլինի, իրական հայ ազգայնական շարժման համար ճանապարհ բացելով։